Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր անդրադառնալու ենք հայ-ռուսական հարաբերություններին, իսկ ավելի ստույգ այդ երկրի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած աշխատանքային այցին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը Հայաստանում էր 20-21-ին, երեք դրա այցը ավարտվել է։ Տարբեր գնահատականներ կան այս այցի վերաբերյալ, ընդհանրապես այցի նկատմամբ քաղաքական հանրային հետաքրքրությունը չափազանց մեծ էր։ Այդպիսի բան չէր լինի 4-5 տարի առաջ, երբ հայ-ռուսական հարաբերությունները իրավամբ դաշնակցային էին, Հայաստանում չկային հակառուսական տրամադրություններ եւ կարելի ասել ռուսաստանցի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի այցելություն Հայաստան օրինաչափ ու բնական էր դիտվում, այս առումով շատ մեծ հասարակական ռեզոնանս չէր առաջացնում։ Հիմա միանգամայն այլ է վիճակը, հայ-ռուսական հարաբերություններում շատ ուժեղ է տոքսիկ բաղադրիչը, ըստ այդմ շատ մեծ էր այցի նկատմամբ հետաքրքրությունը։ Տրամագծորեն տարբեր կարծիքներ են հայտնվել այս այցի հետևանքների մասին։ Օրենտեսները պնդում են, որ այս այցը հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխի։ Լավատեսները կարծում են, որ այս մի այցով կարող է հայ-ռուսական հարաբերություններում շրջադարձ լինի։ Ես, ինչպես հաճախ է պատահում, երկու ծայրահեղ դիրքորոշումներից որևէ մեկի կրողը չեմ կամ դրանցից որևէ մեկը չեմ ընդունում։ Մեկ այցը, նախարարական այցը, նույնիսկ եթե այցելություն կատարողը ազդեցիկ դիվանագետ է, խոսքը Լավրովի մասին է, չի կարող լուծում տալ հայ-ռուսական հարաբերություններում կուտակված բազմաթիվ խնդիրներին։ Բայց կարող է որոշակի տենդենց հաղորդել այդ հարաբերություններին, ինչ-որ մեղմացնել լարվածությունը եւ այլն եւ այլն։ Ավելի շատ ես կարծում եմ Լավրովի այցը եղած խնդիրները ճգնաժամը կառավարելու մասին է, որտեղ Ռուսաստանը հիմա շատ ավելի գլոբալ հարցերով է զբաղվում, բայց միևնույն ժամանակ փորձում է իր ազդեցությունը կամ եղած ստատուս քվոն տարբեր տարածաշրջաններում, այդ թվում իր համար կենսական հետխորհրդային տարածքում պահպանել։ Մյուս կողմից մենք շատ լավ գիտենք, որ հայ-ռուսական հարաբերություններում ավանդաբար շրջադարձել լինում են կամ չեն լինում, բեկումներ լինում են կամ չեն լինում, երբ հարաբերությունների կարգավորմանը նվիրված զրույց կամ հանդիպում են ունենում երկրների առաջին դեմքերը, դա այդպես է Երրորդ հանրապետության գոյության ողջ տարիներին, կարծում եմ հիմա էլ է այդպես, այսինքն շրջադարձել հայ-ռուսական հարաբերություններում կարելի է ակնկալել, երբ որ պետությունների ղեկավարներն են հանդիպում։ Բայց Լավրովի այցը ինդիկատոր եղավ, 1-2 խնդիր վերաթարմացվեցին եւ շատ հետաքրքիր հանրային քննարկումներ ծավալվեց դրանց շուրջ։ Առաջինը Լավրովի այցը ինդիկատոր էր, որը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի իշխանության ստախոսությունը։ Մանրամասն խոսքը ինչի մասին է։ Եթե հիշում եք, ընդամենը շաբաթներ առաջ շատ բարձր տոներով Հայաստանի խորհրդարանը վարչապետի քավորությամբ, այսպես ասենք, պսևդոարևմտամետ շրջանակների ծափահարություններով ազգային ժողովն ընդունեց օրենք Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Այսինքն օրենքի մակարդակով Հայաստանի իշխանությունը ըստ էության հաստատեց այն, ինչ օրինակ ես բազմաթիվ անգամներ անցած ամիսներին կամ նույնիսկ տարիներին պնդել եմ, որ Հայաստանը մտադիր է փոխել իր ստրատեգիական կողմնորոշումը։ Բայց ինչ տեղի ունեցավ երեկ, երբ համատեղ ասուլիս էին տալիս Լավրովն ու Արարատ Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները վերաֆորմատավորելու նպատակ չունի, այլ խոսքով, որ հավատարիմ է մնալու հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների, բայց արդեն ոչինչ
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ուղիղ տեքստով ասում է, որ ԵՄ-ին անդամակցելու հայտ Հայաստանը չի ներկայացրել։ Հիմա հարց։ Ու սրան հավելենք, այո, նաև հավելենք, որ այսօր էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանը, ով նաև ԿՊ վարչության փոխնախագահն է, հայտարարում է, որ Հայաստանի օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ Հիմա տեսեք աբսուրդը։ Նախ, Հայաստանը չի կարող մաքսային երկու միության անդամ լինել, ոչ միայն Հայաստանը, ցանկացած կամայական որևէ երկիր չի կարող միաժամանակ մաքսային երկու միության անդամ լինել, ժամանակ մասնակցել մաքսային երկու ռեժիմների։ Բայց եթե ձեր օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ կամ հարց չկա, այդ դեպքում ինչի ընդունեցիք ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության այդ գործընթացը սկսելու օրենքը։ Ինչա եվրոպացիների աչքերին եք թոս փչում, փորձում եք հակառուսական տրամադրություններ գեներացնելով երկրի ներսում էլեկտորալ խնդիր լուծեք։ Դուք այդքան արկածախնդիր եք, որ հանուն ներքաղաքական դիվիդենտների, մի քանի քվեների, ձեր ողբալի իշխանության պահպանման փորձում եք շատ մեծ ռիսկեր առաջացնել Հայաստանի անվտանգության համար, վերջնականապես վտանգելով հայ-ռուսական հարաբերությունները։ Հատուկ այդ պսևդո-արևմտամետներին եմ ասում, դուք հարցեր չունեք Նիկոլ Փաշինյանին, թե ձեր գործը միայն Պուտինի ու Լավրովի վիրավորական լուսանկարներով կեղծ ակցիաներ անելն է։ Հարցեր չունեք Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ ինչու չեք հարցնում Նիկոլ Փաշինյան, դու մեզ ես խաբում, ռուսներին ես խաբում, թե արևմտյան մեր գործընկերներին ես խաբում։ Թե դուք եք ստախոս։ Ձեր խնդիրը ամենևին էլ Հայաստանի ինտեգրումը չի Եվրոպային, այլ ձեզ մոտեցնելն է հակառուսական տրամադրությունները շահագործելով Հայաստանի հաջորդ խորհրդարանի։ Մյուս խնդիրը, որի վրա ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը, դարձյալ շատ ուշագրավ է։ Երեկ Լավրովը Երևանում կրկնեց դիրքորոշումներ, որոնք փաստական հենք ունեն։ Դրանց մասին ես եմ խոսել, իմ շատ գործընկերներ են խոսել։ Լավրովը ըստ էության շատ բաց տեքստով Արցախի կործանման պատասխանատվությունը դրեց Հայաստանի ուսերին։ Ընդ որում երկու դրվագով։ Նա հստակ ասեց, որ մինչև պատերազմը Հայաստանի սեղանին դրվել է 5 գումարած 2 պլանը եւ եւս մեկ անգամ բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի սուտը, որը մինչև պատերազմ իրեն ճղում էր պատեր տալիս, որ կարգավորման որևէ պլան ներկայացված չէ, եւ Հայաստանը փաստորեն մերժել է այդ պլանը եւ դարձյալ պնդեց, որ Արցախի կործանման հիմքերը դրվել են Պրագայում, այդ քառակողմ հայտի հայտարարություն։ Իհարկե Արադ Միրզյանը որևէ փաստարկված պատասխան չտվեց։ Այստեղ ի՞նչն է ուշագրավը։ Ես անդադար եմ պնդել, որ մենք Արցախը կորցրել ենք այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը մի ճակերտավոր հանճարեղ արկածախնդրություն է կամ արկածախնդիր ճանապարհով է որոշել գնալ, խոսքս այն մասին է, դարձյալ ես պնդում եմ, անկախ Լավրովի ասածներից, ուղղակի Լավրովը երեք դա հաստատեց, որ 2021 թվականի դեկտեմբերից սկսած, էլի եմ պնդում, Հայաստանը որոշել է, օգտվելով Ռուսաստան արևմուտք հակադրությունից եւ լսելով արևմուտքի հորդորները առայն, որ Ռուսաստանը հեսա կործանվում է, Հայաստանի իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանի թիմը որոշել է փոխել երկրի ստրատեգիական կողմնորոշումը։ Դա արտացոլվել է նաև 2022 թվականի ապրիլի 13-ին կամ 14-ին Նիկոլ Փաշինյանի մի ելույթով, որ ազգային ժողովում էր նա ունենում եւ խոստանում էր կամ հորդորում էր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, հիշում եք այդ ելույթը, հետո նա խմբագրեց իր այդ ելույթը, հետո ես ուզում եմ հիշեցնել, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում Միշելի մասնակցությամբ
տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև Միշել այդ հանդիպումը, բոլորդ եք հիշում, դրան հաջորդեցին Ջերմուկի իրադարձությունները եւ ի վերջո Պրագայի քարակոմ հայտարարությունը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս։ Հա, որտեղ է Հայաստանի իշխանության մանիպուլյացիան, որը երեք ըստեյության հերկվեց Լավրովի կողմից։ Մանիպուլյացիան այն է, որ Հայաստանի իշխանությունը ասում է, մենք ստիպված ենք Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, քանի որ սեպտեմբերին տեղի ունեցավ ագրեսիա Հայաստանի հանդեպ եւ ՀԱՊԿ-ն անհրաժեշտ օգնություն չցուցաբերեց Հայաստանին։ Երեք Լավրովի դեպ հակառակն էր պնդում, ասում էր, որ իրենք պլան են առաջարկել դիտորդական առաքելության ուղարկում Հայաստան, ինչից հրաժարվել է Հայաստանը, բայց հիմա թողենք Լավրովի պնդումներն են ճիշտ, թե Փաշինյանի, ի վերջո, երբ որ ես հիմա քննադատում եմ Հայաստանի իշխանության վարքագիծն ու անցավոր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ հալա ձյուղի տեղ են ընդունում ռուսական բոլոր փաստարկները, կամ դա չի նշանակում, որ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունների եւ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ հարցեր չունեմ ռուսական կողմին։ Ռուսական կողմին բազմաթիվ հարցեր ունեմ, բայց իմ խնդիրն է առաջին հերթին Հայաստանի իշխանության պատասխանատվության չափն ու մակարդակը ամրագրելը։ Եվ իմ խնդիրն է բացահայտել Հայաստանի Հանրապետության իշխանության, Փաշինյանի եւ նրա շրջապատի ստերն ու մանիպուլյացիան։ Իսկ սուտն ու մանիպուլյացիան այս դեպքում ժամանակագրությունն է կամ դրա միտումնավոր խեղումը Հայաստանի իշխանության կողմից։ Ահավասիկ ոչ թե սեպտեմբերյան իրադարձությունների պատճառով է Փաշինյանը Պրագա վազել եւ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այլ ընդհակառակը 21-ի դեկտեմբերից Հայաստանը որդեգրեց ստրատեգիական կողմնորոշման փոփոխության քաղաքականություն, հրաժարվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից եւ դրա համատեքստից, ինչի հետևանքով այս բոլոր փորձանքները եկան Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։ Սա է տարբերությունը իմ ասացի եւ իշխանության մատուցման։ Ավելի հստակ եթե ձևակերպենք, Բրյուսելի չինովնիկներն ու Ալիևը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով նոյեմբերի 9-ի միջնորդական հարթակը կամ ռուսական միջնորդական հարթակը մերժեցին, նրան արածացրեցին Բրյուսելի եւ Պրագայի արոտավայրերում, դիվանագիտական արոտավայրերում, կլանեցին Արցախը Հայաստանին թողնելով ձեռնունայն։ Սա է իրականությունը։ Եվ ես խորապես համոզված եմ, որ այս քաղաքական եւ հոգեբանական մանտրաժը հաղթարելու նպատակով էր, որ Նիկոլ Փաշինյանը երեք իր սատելիտներին այդ պսևդոարեմտամետ մի տասնյակ մարդուն ավելի շուտ, որտեղ ընդդեռ ես անկեղծ ասած մի քանի տասնյակ մարդ չեմ էլ տեսել, հանել էր փողոց, որը ոչ թե ակցիա էին անում, այլ ըստեյության խուլիգանություն, որովհետև բացի բարձր գոռալուց ու ոստիկանների հետ բավականին իմ կարծիքով սուբյեկտիվ բեմականացված քաշքշուկից ես այդտեղ քաղաքական որևէ բովանդակություն չտեսա։ Այս նույն շրջանակը իշխանամերձ, պրոարևմտամետ, պսևդոարևմտամետ ավելի շուտ, հիշում եք ինչպիսի մեծ եռանդով դատապարտում էր, երբ որ ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում այրվեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները։ Դատապարտում էին, դա համարում էին հակաքաղաքակրթական ակցիա, դա համարում էին թշնաման քաջալերող ինչ-որ բան եւ այլն եւ այլն։ Իդեպ դրոշների այրելու ակցիային ես էլ եմ դեմ, կատեգորիկ դեմ եմ։ Դա համարում եմ պետական տկարության դրսևորում եւ ես իմ կարծիքը բացահայտ ասում եմ։ Բայց ինչով էր տարբեր դրոշների այրման, այլ թշնամական երկրների դրոշների այրման
այդ ակցիան ինչով էր տարբերվում ռազմավարական դաշնակից համարվող երկրի ղեկավարների վիրավորական լուսանկարներով ակցիայից։ Դրանք նույն հարթության մեջ դիտարկեք։ Ընդ որում մի դեպքում այրվել են Շտամական երկրի դրոշներ, մի դեպքում անբանարկվել են ստրատեգիական դաշնակից համարվող երկրի ղեկավարները։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը միանգամից ապալ-տապալ թուրքական եւ ադրբեջանական դրոշների այրումը դատապարտեց, հիշում եք երևի։ Եթե մեկ դատապարտող խոսք չի հնչել ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի ղեկավարներին անվանարկող ակցիայի մասնակիցների վերաբերյալ։ Զրո դատապարտող խոսք։ Ավելին ասեմ, եթե իշխանության սատելիտները այս ակցիան առաջ չնեին, հիշում եք, չէ, այլ ընդդիմադիրներ եթե ակցիա են անում, միանգամից մի քանի րոպեից հետո այդ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվում, խոշտանգվում են, ժամերով քաղմասներում են հայտնվում, այս դեպքում որևէ ակցիայի որևէ մասնակից, երեկվա այդ հակառուսական ստրիպտիզի որևէ մասնակից, նույնիսկ մի քանի րոպեով քաղմասում չհայտնվեց։ Մեկն էլ նույնիսկ ջրերի մեջ էր հայտնվել, հիշում եք, ջրավազանի մեջ էր ծածկել, չգիտեմ ինչի համար։ Այս բոլոր հիմքերը ունեն պնդելու, որ Արադ Միրզոյանի բերանով Նիկոլ Փաշինյանը հավատարմության երդում էր տալիս ռուսներին, իր սատելիտների բերանով ռուսներին հայոյում էր։ Այս սա է անձի երկրության կերպարով է տառապում Նիկոլ Փաշինյանը։ Սա ճիշտ շատ նման է իր կերպարին։ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել եւ ընտրությունից առաջ ամեն ինչ անում է ռուսներին սիրաշահելու համար։ Նա ոչ թե հրաժարվել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու իր արկածախնդիր քաղաքականությունից, այլ փորձում է ժամանակ շահել, փորձում է այս վտանգավոր իրավիճակում նաև ռուսական կողմում իրեն ապահովագրել։ Մոսկվան կհավատա արդյունքներին, թե չի հավատա, դա էլ ցույց կտա ժամանակը։ Ես չեմ կարծում իհարկե, որ կհավատա, Նիկոլ Փաշինյանը բոլորն են արդեն հասկացել, որ ոչ մի իզմեր եւ սկզբունքներ չունի եւ նրա միակ դառնուցավը սեփական իշխանության պահպանումն ու վերարտադրությունն է։ Այսօր այսքանը վերջում կոչ եմ անում, որդորում եմ ինձ լսողներին, մեր լսարանին բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, ինչպես նաև ինձ հետևել սոցիալական այլ հարթակներում X-բլոգում, TikTok-ում, Telegram-ում։ Լավ մնացեք, մինչև նոր հանդիպում։